Ողջույն գործար ալիքի սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, տաղավարում կրկին ես եմ Ծովինար Սարգսյանը եւ ինչպես յուրաքանչյուր շաբաթ, այս շաբաթ եւս անդրադարձ ենք կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, անդրադառնում ենք կրթության գործար ոլորտում տեղի ունեցող հետաքրքիր իրադարձությունների եւ նորությունների մասին։ Տաղավարում հյուրընկալում ենք բավականին փորձառու անհատների, ովքեր որ կիսվում են իրենց ոլորտային փորձառությամբ, գիտելիքով ու փորձով։ Այսօրվա իմ հյուրին եմ շատ մեծ սիրով ուզում ներկայացնել Անուշը Մարտիրոսյան, ողջույն Անուշ։ Ծովինար ջան։ Մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ Անուշի գործունեության ոլորտները մի փոքր բազմազան են, մասնավորապես եւ կրթության ոլորտում է, եւ սոցիալական ձեռներեցության ոլորտում է, հա, նաեւ բավականին շատ խորացել է վաճառքների մեջ, ու քանի որ մենք առանձին հարցադրում ունենք առանձին գործունեության վերաբերյալ, դրանց անպայման կանդրադառնանք։ Պարզապես մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվա մեր հիմնական թեման լինելու է վաճառքները, ամենակարևոր եւ առանցքային ուղղությունը գործարարության մեջ, քանի որ վստահաբար կարող ենք ասել, որ չկա մի ընկերություն, ու դա կարող է լինել եւ շահույթ հետապնդող եւ ոչ շահույթ հետապնդող, որը որ չառնչվի վաճառքների հետ, նաեւ մարքեթինգը, ու նաեւ շատ կարեւոր է, որ անդրադարձենք կատարելու, թե այս երկու կարեւոր ուղղությունները որքանով են իրարից տարբերվում, մենք շատ դեպքում նաեւ նույնականացնում ենք։ Մի խոսքով բավականին հետաքրքիր թեմա ենք ունենալու գործարարության ամենակարևոր եւ առանցքային ոլորտների մասով։ Մինչ այդ Անուշ, կխնդրեմ մի փոքր ձեր կրթական հենքը ներկայացնեք ու նաև գործունեության ոլորտները, քանի որ նշեցի, որ մի քանի ուղղությամբ ենք աշխատանքներ տանում ու արդեն կանցնենք ոլորտային հարցերի։ Շնորհակալություն։ Նախ շնորհակալ եմ Ծովինար ջան հրավերքի համար, շատ հաճելի է այստեղ գտնվել, լավ միջավայրում, լավ մարդկանց մոտ հյուրընկալել։ Իմ կրթությունը տնտեսագիտական է եւ կարելի է ասել 20 տարուց ավել աշխատում եմ այս ոլորտում եւ ինչպես դուք արդեն նշեցիք, վերջին տարիներին մասնագիտացել եմ մարքեթինգում եւ ավելի խորացված մասնագիտացել եմ վաճառքներում։ Այս պահին դասավանդում եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում եւ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Ենթադրելի է, որ վաճառքի առարկան է։ Այո, վաճառք եւ մարքեթինգ, համապատասխանաբար ՀՊՏՀ-ում մարքեթինգի ամբիոնում եւ սերվիսի եւ туриզմի ամբիոնում Բրյուսովի անվան համալսարանում։ Դրանից բացի, ինչպես արդեն ասացիք, ունեմ հասարակական գործունեություն, Թափանցիկ բարեգործություն ընկերությունը, որն արդեն 5 տարուց ավել գործունեություն է ծավալում եւ այս մասին մի փոքր ավելի ուշ նորից կանդրադառնանք եւ Սուշեֆ քեթրինգ ընկերությունը, որը մատուցում է քեթրինգ ծառայություններ, կազմակերպում է միջոցառումներ, ֆուրշետներ եւ փորձառությունս այստեղ նույնպես ավելացել եմ։ Մի բան կուզենայի ավելացնել, դուք ասացիք ցանկացած ընկերություն առնչվում է վաճառքներին եւ մարքեթինգին, ես կասեի ցանկացած մարդ, ու կապ չունի դա վաճառող կլինի, թե գնորդ, բայց ինչ որ կերպ առնչվում է վաճառքներին։ Անշուշտ։ Եվ այստեղ կարելի է ասել, որ ցանկացած մարդ կարծիք ունի այդ մասին, եթե մի քիչ ուշադիր լինենք, կտեսնենք ամենաշատ քննարկված թեման է դա վաճառքները, ամենաշատ հետաքրքրություն ներկայացնող մարքեթինգը եւ վաճառքը, ամենաշատ հետաքրքրություն ներկայացնող եւ ամենաշատ քննարկված, որտեվ եթե մարդը նույնիսկ չի վաճառում, ապա գնում է կատարում ու մասնակցում այս process-ին։ Շատ լավ, տեսեք Անուշ, նշեցիք, որ ձեր կրթությունը տնտեսագիտական ոլորտում է, բայց իհարկե 20 տարի եւ ավելի գործունեություն եք ծավալում մարքեթինգի եւ վաճառքի ոլորտում, սա ենթադրում է ավել։ Սա նշանակում է, որ ինչ որ տեղից սկսել եք, այսինքն փորձառությունը ինչ որ միջավայրից է եղել, քանի որ հենց ամենասկզբից դասավանդման նաեւ սեփական նախագծերի փուլը չեք ունեցել։ Որտեղից է սկսվել ձեր հետաքրքիր մասնագիտական ճանապարհը, նաեւ ինչպես եք որոշում կայացրել, որ հենց վաճառքների ու մարքեթինգի մեջ պետք է ձեր մասնագիտացումը գնա։ Ինչն է խնդան հանդիսացել, միգուցե մոտիվացրել կամ, չգիտեմ, քանի որ մեր ռադիոլսողների եւ ռադիոդիտողների մեջ վստահաբար կլինեն նաեւ անհատներ, որոնք որ նաեւ իրենց մասնագիտական ճանապարհի սկզբնաղբյուրում են եւ սա եւս կարող է հետաքրքիր ու մոտիվացնող կետ լինել իրենց համար։ Այո, ինչ որ տեղից սկսվում է աշխատանքը եւ դա սկսվել է պետական համակարգից 2006 թվականից աշխատել եմ պետական համակարգում եւ 2010
մոտ հիմա չեմ հիշի 14 թվականից կարծեմ նոր տեղափոխվել եմ պետական սեկտոր եւ մասնավոր սեկտոր հավանաբար պետական ասցի մասնավոր այո ու այստեղ աշխատանքը սկսել եմ Figaro ընկերությունում հորեկա ոլորտում եւ սկսել եմ մարքեթինգի թիմում, բայց կարճ ժամանակ հետո հասկացանք, որ պետքա բաժինը առանձնացնել եւ վաճառքը առանձնացնել ու կարծես ինքնըստինքյան ստացվեց կամ ուղղակի շատ լավ էր ստացվում ամեն ինչ մենք այստեղ առանձնացրեցինք կորպորատիվ ոլորտը վաճառքներում B2B B2C առանձնացրեցինք եւ սկսեցինք ավելի մանրամասն աշխատել այս ուղղությամբ Շատ լավ, այսինքն հիմնական փորձառությունը որպես այդպեսին մասնավոր հատվածում 2014 թվականից եք սկսել։ Ուզում մի փոքր Անուշ, արդեն խոսենք հենց վաճառքների ու մարքեթինգի մասին, վստահաբար դուք էլ հավաստեցիք այն փաստը, որ այո, վաճառքները կարևոր են մարքեթինգը ոչ միայն ընկերություններին, այլ նաև անհատներին, որտեղ նույնիսկ երբ մենք գնում ենք հարցազրույցի կամ ինչ որտեղ ներկայանում ենք, դա եւս մարքեթինգի ու վաճառքի հետ վստահաբար առնչություն ունի, հա, սեփական անձի ներկայացում ելույթներ եւ այլն։ Ինչով են իրանք իրարից տարբերվում ու նաեւ մի փոքր խոսեք ներկայումս Հայաստանում, հա, վաճառքի ինչ մեխանիզմներ են ավելի աշխատում։ Կարող եք նաեւ ոլորտային նշել, քանի որ վստահաբար հասկանում ենք, որ ոլորտից ոլորտ եւ գործիքները եւ հարթակները եւ մեխանիզմները բավականին տարբեր են լինում։ Շատ ճիշտ նշեցիք, որ նույնականացվում է հաճախ մարքեթինգը եւ վաճառքը, եկեք այստեղ մի առանձնացում էլ անենք PR-ը եւ այդ տարբերակումը, հա, որտեղ է սկսվում PR-ի գործառույթը, որտեղ մարքեթինգինը, որտեղ վաճառքը եւ հաճախ մարքեթինգը նույնականացվում է նաեւ գովազդի հետ, այսինքն ընկերությունը պատկերացնում է, որ եթե կատարվել է որևէ տեսակի գովազդ, ուրեմն վերջ պետք է աշխատի արդեն մարքեթինգը, բայց դա իհարկե այդպես չէ։ Եվ եկեք մի տարբերակում այսպես թեթև, հա, հպանցիկ անենք ու անցնենք առաջ, ինչով է զբաղվում PR-ը, PR-ը զբաղվում է բրենդի իմիջի բարձրացմամբ եւ անմիջականորեն չի ազդում վաճառքի բարձրացմանը։ Մարքեթինգը նպաստում է վաճառքի բարձրացմանը, իսկ վերջնական գործառույթը, այսինքն մարքեթինգը գտնում է պահանջմունքն է հասկանում եւ ինֆորմացիան փոխանցում վաճառքին եւ վաճառքը ի վերջո կատարում է իրականացնում է վաճառքի գործառույթը, գործընթացը եւ փակում է վաճառքը։ Այստեղ սահմանները իրականում շատ դժվար է, հա, ընդգծել, շատ դժվար է, նույնիսկ ընկերություններ կան, որ այդ խնդիրը անդադ առաջանում է, թե այս աշխատանքը ում աշխատանքի արդյունքն է, հա, մարքեթինգի աշխատանքի արդյունքն է վաճառքը, որ բարձրացել է, թե վաճառքի թիմի աշխատանքի արդյունքն է։ Մի քիչ դժվար է սահմանել, հատկապես եթե խոսքը գնում է on-line վաճառքներին եւ on-line մարքեթինգին, այստեղ ավելի դժվար է տարբերակել, հա, ում աշխատանքը ավելի շատ երևաց, բայց այս ամեն ինչը շատ կարելի է ավելի կարևոր կլինի, եթե սիներգիա աշխատի, հա, այդ բոլոր օղակները միասին մի նպատակի համար աշխատեն ու այստեղ արդեն այդքան էլ կարևոր չի լինի ում աշխատանք որտեղ սկսեց եւ որտեղ ավարտվեց։ Բայց նաեւ մի բան հստակ է, որ այդ բոլոր բաժինները առանց մեկը մյուսի էլ չեն կարող աշխատել, հա, ըստ էության, եթե մարքեթինգը հրաշալի կատարում է շուկայի հետազոտություն, պահանջմունքների բացահայտում, մշակում են ապրանքները, ամենը ռազմավարությունը մշակվում է, բայց չկա դրա իմպլեմենտացնողը, այսինքն արդեն իրականացնողը շուկայում, այս դեպքում էլի ինչ որ մի բան մնում է թերի եւ ոչ լիարժեք։ Այո, իրականում այս երեք օղակների միասին աշխատելու եւ մի նպատակի համար աշխատելու արդյունքում ընկերությունը կունենա բարձր արդյունք եւ բարձր եկամուտ, բայց երբեմն ընկերությունների համար սա շատ ծախսատար է ստացվում, հա, առանձին բաժիններ ունենալ եւ առանձին հետազոտություններ անցկացնել եւ այլն։ Խոսեցինք վաճառքների մասին ու խոսեցինք նրա մասին, որ անկախ նրանից դու շահույթ հետապնդող ընկերություն ես, թե շահույթ հետապնդող ընկերություն ես, միևնույնն է առնչվում ես մարքեթինգի ու վաճառքի հետ։ Նշեցիք նաեւ, որ հասարակական կազմակերպություն ունենք եւ եթե շահույթ հետապնդողի դեպքում դու վաճառում ես որևէ ապրանք, ծառայություն, այստեղ ըստ էության գաղափար ու էմոցիաներ ես վաճառում, մի փոքր կներկայացնեք այս ոլորտում ընդհանրապես վաճառքի մեխանիզմների առանձնահատկությունների մասին։ Շահույթ հետապնդող ընկերության համար հասկանալի է, հա, ինքը ինչ PR պետք է անի, ինչ մարքեթինգ անի եւ վաճառքը ինչպես իրականացնի եւ տարբեր
տարբեր կապուղիներ գտնի վաճառքը իրականացնելու համար։ Հասարակական կազմակերպության դեպքում մի քիչ այլ է, բայց այո, վաճառում ես այստեղ դու գաղափարը եւ ծրագիրը քո, հա, իրականացնելու համար, փնտրում ես համախոհներ, փնտրում ես գործընկերներ, որպեսզի իրականացնես ու եթե մեր ընկերության օրինակով նայենք, թափանցիկ բարեգործություն ՀԿ-ի օրինակով նայենք, մենք մի փոքր պատմությունը երբ որ պատմեմ, կհասկանանք, որտեղ արվեց PR, որտեղ արվեց մարքեթինգ եւ որտեղ արվեց վաճառք, հա։ Ընկերությունը դա ինչպես արդեն նշեցի 20 թվականից է հիմնվել եւ սկզբից ոչ մեկ չէր պատկերացնում որ դա կարելի է այսպես լուրջ հիմքի վրա դնել, որովհետեւ ինչպես բոլորը մենք էլ մեր ընկերներով փորձում ենք ինչ-որ բանով օգնել մարդկանց, բայց ժամանակը պահանջեց եւ կարիքը պահանջեց, այստեղ արդեն մարքեթինգը աշխատեց, որովհետեւ հասկացանք, որ հարցումները շատ են լինում, դիմումները շատ են լինում, որ մեզ էլ օգնեք եւ այլն, այստեղ անհրաժեշտություն առաջացավ ծրագիր կազմելու նախ, որտեղ մինչև այդ առանց ծրագիր էինք աշխատում, ով ինչ կարողանում էր ուղղակի անում էր ծրագիր կազմելու եւ իրականացնելու։ Առաջին քայլը, որ կարելի է ասել լուրջ հիմքերի վրա դրվեց, իմ գործընկերը, որը կանադահայ է, նա իր էջերում տեղադրեց մեր աշխատանքից նկարներ, թե ինչ ենք անում եւ իր էջում նաեւ տեղադրեց կտրոնները, որ թե ինչ գնումներ են կարել եւ ասեց թե ուր ենք տանում, ինչ ենք անում ընդհանրապես ու այստեղ ուղղակի ձևավորվեց թափանցիկություն եւ մարդիկ արդեն ձևավորվեց թափանցիկ վերաբերմունք մեր ընկերության մեր նկատմամբ նախ եւ առաջ, այսինքն կարող ենք ասել, որ նույնիսկ գաղափարի վաճառքի դեպքում հաշվետվողականություն ու թափանցիկությունը կարևոր ու առանցքային կետերից է։ Անպայման եւ սա հենց բերեց իմիջի բարձրացման, հա, այսա PR-ն է հենց, որտեվ դեռ մենք ոչինչ չենք վաճառում, հա, մենք ծրագիր դեռ չունենք, մենք ուղղակի տեղեկացնում ենք մեր շրջապատին, որ մենք իրականացնում ենք սենց գործունեություն եւ թե ուր է ուղղված մեր նպատակները, հա, իսկ դրանից հետո արդեն երբ որ հարցումներ ունեինք արդեն թե մեզ թե ավելի շատ մարդ էր, հա, դիմում օգնություն ստանալու համար, հասկացանք, սկսեցինք արդեն մարքեթինգի գործիքներն օգտագործել եւ հասկանալ, թե սեգմենտավորել, թիրախավորել եւ դիրքավորել, հասկանալ, թե ինչի կարիք կա այսօր, հա, եւ այդ ընթացքում կրիտիկական շրջանում հասկացանք, որ հագուստի կարիք շատ կա, իհարկե սնունդ, տեխնիկա եւ այլն դա այդ օգնությունը փոխանցում ենք, բայց բացի դրանից հասկացանք, որ մեծ քանակի հագուստի խնդիր կա։ Ու այստեղ մեր գործընկերներից Demand for Action-ը, որը գտնվում է Շվեդիայում, ինքը հայտնեց իր համաձայնությունը եւ օգնությունը եւ մեզ այդ ժամանակների համար ամենամեծ քանակի հագուստը մեզ կարողացավ փոխանցել 20 տոննա մոտավորապես, այդ մոտավորապես 2 ֆուր, 2-ից ավել, հա, 2.5 ֆուր հագուստ ու այդ ընթացքում որպեսզի կարողանանք բոլորին, հա, բոլոր ցանկացողներին նույնիսկ դեռ չծնված երեխաների համար օգնությունը կարողացան ստանալ։ Ու այստեղ արդեն խնդիր եղավ փոքր տարածքից տեղափոխվել մեծ տարածք, հա, եւ այս ամեն ինչը այստեղ աշխատում էր մարքեթինգը, այդ հետազոտությունը իրականացնելը, ուսումնասիրությունը, կարիքը բացահայտելը, պահանջմունքը բացահայտելը եւ այլն, այստեղ աշխատեց մարքեթինգը։ Իսկ դրանից հետո արդեն ծրագիրը, երբ որ արդեն պարզ էր, թե մենք ինչ ծրագիր ենք մոտակայքում իրագործելու, աշխատեց վաճառքը։ Մենք վաճառեցինք մեր ծրագիրը, հա, մեր միտքը, մեր գաղափարը եւ գտանք գործընկերներ, ում միջոցով իհարկե իրականացվեց այսքան մեծ միջոցառումները, այսքան մեծ ծրագրերը։ Շատ լավ, տեսեք Անուշ, իրականում համակարծիք եմ նրա հետ, որ հատկապես սոցիալական բնույթի գաղափարները, ծրագրերը առաջ տանելը մի փոքր ավելի բարդ է, նաև վաճառքի տեսանկյունից, որովհետև եթե օրինակ ապրանքի դեպքում մարդը կարողանում է տեսնել, շոշափել, արագ որոշում կայացնել, ապա գաղափարի դեպքում դա մի փոքր ավելի բարդ է եւ ըստ էության այստեղ կարևոր է նաև անհատի դերը, հա, ով է իրականացնում, որովհետև այդ անձնական բրենդինգի դերը, բրենդի դերը այստեղ շատ կարևոր է, քանի որ վստահաբար շատերն են նույն նպատակին միտվում կամ ինչ-որ ծրագրեր նախաձեռնում, բայց բոլորը չէ, որ հաջողությամբ են պսակվում։ Ձեր կարծիքով սոցիալական ծրագրերի մասով, հա, գաղափարները վաճառելու կամ մարքեթինգի մասով ամենամեծ խնդիրները որոնք են, որոնք բերում են նաև նրան, որ շատ ծրագրեր չեն հաջողում շուկայում։
Էլի ձեր փորձառությունից ելնելով։ Կարծում եմ առաջին բանը, կարևոր պայմանը դա վստահության ձեռքբերումն է, երբ որ այդ ընթացքում, պատերազմի ընթացքում շատ տարբեր մտքեր կային, կարծիքներ կային, հա, թե ուր գնաց այդ օգնությունը եւ այլն, այս խնդիրը կար ու վստահության կապիտալը, վստահության ձեռքբերման խնդիրը կա ու առաջին պայմանը դա է, կարծում եմ։ Շատ լավ, խոսեցինք նաև այն մասին, որ դասավանդում եք Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում, Վալերի Բրյուսովի անվան համալսարանում, մի փոքր կխոսեք աշխատաշուկա ու նաև բուհ պահանջարկի ու առաջարկի մասին հենց վաճառքների համատեքստում, քանի որ վստահաբար եւ երկու ֆակուլտետների դեպքում էլ, հա, աշխատաշուկայում ամենապահանջված մասնագիտություններից մեկը դա վաճառքի հմտություն ունեցող անհատների ներգրավումն է։ Նույնիսկ այնպիսի աշխատանքների դեպքում, որտեղ որ դու անմիջապես վաճառքի հետ չես առնչվելու, քեզ անհրաժեշտ են որակներ, որոնք որ ըստ էության վաճառքի մենեջերն է ունենում։ Այստեղ ինչ խզվածք կա կամ ինչպիսին է առաջարկ պահանջարկ ու նաև ինչ որակներ պետք է ունենա ժամանակակից վաճառքի պատասխանատուն, մենեջերը, համակարգողը։ Եթե անդրադառնանք բուհ աշխատաշուկա համակարգին, փոխհարաբերություններին, կարծում եմ, որ դասախոսողը պետք է փորձի իր փորձը եւ գիտելիքները փոխանցի երեխեքին, ուսանողներին։ Ես ինքս իմ գործնական պարապմունքների ընթացքում փորձում եմ տարիների փորձը եւ պատմությունները անդադ պատմել երեխեքին, որպեսզի ուսանողներին, որպեսզի ավելի պատրաստ մտնեն աշխատաշուկա, որովհետեւ հիմնականում ավարտական կուրսերում են այս առարկան անցնում եւ ավելի պատրաստ կադրեր դուրս գան համալսարանից։ Եվ եթե նայենք պետական տնտեսագիտական համալսարանում մարքետոլոգներ են, հա, ավարտում հիմնականում եւ վաճառքը դասավանդում է մեծ ֆակուլտետում, իսկ լեզվաբանական համալսարանում սերվիզի եւ տուրիզմի մասնագետներ են, ինչը նույնպես շատ կարեւոր է վաճառքի հմտությունները, այստեղ առարկան այլ է, վաճառքի հմտությունները կոչվում եւ շատ կարեւոր է, որ այս կադրերն էլ այստեղ ավարտող կադրերն էլ նույնպես վաճառքի հմտություններից տեղեկացած լինեն եւ մասնագիտացած լինեն։ Շատ լավ, տեսեք, Անուշ, վստահաբար կարելի է ասել, որ վաճառքի մենեջերի ամենակարևոր առանձնահատկություններից, որակներից կամ փափուկ հմտություններից մի քանիսը, եթե այսպես թվարկենք, քանի որ ըստ էության սա եւս այն եզակի մասնագիտություններից է, որ իր մեջ պարունակում է կոշտ հմտություններ, փափուկ հմտություններ, բայց ավելի շատ կենտրոնանանք փափուկ հմտությունների վրա, դա արագ կողմնորոշվելու կարողությունն է, որոշում կայացնելու կարողությունն է, հաղորդակցման հմտությունն է, հա, ճկունությունն է, լավ ներկայանալը, պրեզենտացիա անելը, խոսելը, եւ մենք կարող ենք ասել, որ ժամանակակից սերունդը, էլի սերունդների մասին շատ դեպքում որ խոսում ենք, հիմիկվա սերունդը Gen Z-ին, հետո նաև գալիս է ալֆա սերունդը, իրենք ըստ էության ավելի շատ այս փափուկ հմտությունները ունեն եւ սա ենթադրում է, որ շատ փոքրիկ ընդամենը այսպես շտկումներ անելով կամ ներդրում ունենալով մասնագիտական գիտելիքի տեսքով ավելի մեծ արդյունք կարող ենք ունենալ։ Ձեր փորձից ինչ կասեք, ձեր փորձը ինչ է ցույց տալիս։ Դերտված հարցի համատեքստում երկու կողմ կա, դրական եւ բացասական։ Այսօրվա սոցիալական մեդիայի հասանելիությունը թույլ է տալիս այդ հմտություններն այսպես թե այնպես ունենալու եւ ավելի հասանելի լինելու։ Իհարկե բուհը նույնպես դա տալիս է, բայց դրանից զատ նաեւ հասանելիություն ունեն, հա, այդ ամեն ինչին, բայց մյուս կողմից մենք խնդիր ունենք այս երիտասարդության հետ աշխատաշուկայում, հատկապես հորեկա ոլորտում, որտեղ որ ձեր փորձը բավական մեծ է, հա, որտեղ իմ փորձն է, հիմնական հոսունությունը շատ է եւ թե մի ժամանակ հնարավոր էր ինչ որ միջոցներ գտնել, պահելու կամ ավելի լավ միջոցներ ստեղծելու, որպեսզի մնան աշխատողները, այսօր շատ հեշտ են, հա, իրենք փոխում իրենց աշխատանքը, հեշտ են գտնում նոր աշխատանք ու նույնիսկ կարող է մի փոքր գումարի տարբերությամբ տեղափոխվեն այլ աշխատանքի, սա էլ բացասական կողմը կարող եմ ասել։ Ու նաև մարտահրավեր է գործատուների համար, ինչու ոչ։ Իհարկե։ Անուշ, ուզում եմ նախավերջին հարցը ձեզ ուղղել, ձեր ամբողջ պրակտիկայի ընթացքում, հա, մինչև այս պահը ամենաարդյունավետ
վաճառքի գործարքը ու նաև ամենա ձախողված, որը որ ձեզ համար, հա, այսպես ձախողված այն մտքով, որ ինքը նաև բավականին մեծ փորձ է եղել ձեզ համար։ Հարցը շատ հետաքրքիր է, ու միանգամից իմ աչքի դեմն եկան տարիների փորձի բոլոր, չէ, ոչ բոլոր, բայց մի քանի հետաքրքիր վաճառքի պրակտիկա։ Հիմա կհիշեմ մի դեպք, ընկերության անունը չեմ ասի, բայց ընկերության ներկայացուցիչը, ում հետ ես աշխատել էի այլ ընկերության միջոցով, այսպես ասեմ, եւ ընկերության ներկայացուցիչը նոր էր տեղափոխվել այդ ընկերություն եւ զանգել էր պատվեր տալու, քեյթրինգ էր պատվիրում 600 հոգանոց միջոցառման համար եւ ինքը նշում էր, որ իրենք ցանկանում են միայն բլիններ ներեցեք միջոցառման համար, միայն բլիններ էր անհրաժեշտ եւ հիմա չասեմ թե ինչքան էր կազմելու, հա, այդ եթե միայն բլիններ մենք իրենց վաճառեինք 600 հոգու համար պետք է այդ բլինները փոխանցենք ու ես հիմա այստեղ վաճառքի հերթով մեխանիզմները օգտագործելով կարող ենք առաջ գնալ եւ տեսնել թե ինչ կատարվեց առաջարկեցի հանդիպում ինչը անդադ դե արդեն པարզ է ոչինչ մենակ մեզ բլիններ են պետք ու վերջ ես խնդրեցի որ մենք կարող ենք մի բաժակ կոֆե խմել իրար հետ ու սուրճ խմել ու այդ սուրճի սեղանի շուրջ զրուցել եւ առաջարկեցի իրենց աշխատանքին մոտ միտեղ հանդիպել իրականացավ այդ հանդիպումը եւ հանդիպման վերջում իմ առաջարկից հետո այդ միջոցառումը բավականին չեմ կարող ասել քանի անգամ ավելի բարձր վաճառք ստացվեց եւ միջոցառումը իրոք դարձավ տոն նրա փոխարեն որ ուղակի 600 հատ բլիններ պետքա ուղարկեինք այդ ընկերությանը եւ վերջ եւ իհարկե եւ իրեն գոհ մնացին որովհետեւ շատ հաճախորդը լավ չի պատկերացնում ինքը ինչ է ուզում իրեն թվում է որ դա է իր ուզածը բայց այ քննարկման ներկայացման շնորհիվ ավելի մանրամասն հասկանում ենք թե ինչի կարիք ունի հաճախորդը ինչի հնարավորություն ունի, որովհետև նաև այստեղ կար թե ինքը արդյոք կոմպետենտ էր այդ հարցի պատասխանելուն եւ ոչ կոմպետենտ չէր եւ դրա պատճառով մենք ստիպված եղանք պրեզենտացիա ուղարկել, սպասել որոշակի ժամանակ ու պատասխանին մենք ունեցանք շատ լավ արդյունք, շատ լավ վաճառք եւ ամենակարևորը գեղեցիկ միջոցառում։ Շատ լավ, իսկ ձախողված կամ բավականին մեծ դասը, որը որ ձեր Էլի պրակտիկ ճանապարհին եղել է։ Էլի կարող եմ մի օրինակով ասել, իրականում ձախողումների մասին ես ավելի հաճույքով եմ խոսում, որովհետև դա փորձա ոչ միայն իմ համար էլ է փորձ, բայց նաև իմ շրջապատող մարդկանց համար է փորձ եւ ձախողված գործընկերություններից մեկի մասին հիշեցի, էլի ընկերության անունը չեմ ասի, բայց մենք մատակարարում ենք սուրճ այդ ընկերությանը ու որոշել էր փոխել պատճառը դնենք մի կողմ բայց իրական պատճառը դա չէր որտեվ սուրճը հաստատ լավն էր ու ուղղակի ասում էր որ ձեր սրճարանում այլ համի է սուրճը մեր սրճարանում այլ համ է մենք այսպիսի մի հետաքրքիր բան արեցինք իհարկե այդ սրճարանը մեր համար ցանկալի սրճարան էր որտեղ բավականին մեծ վաճառք ուներ սուրճի ավելի քան մի քանի սրճարան միասին, այսպես նույնիսկ ասեմ, դե արդեն պարզ էր, որ միասին ավարտելու ենք, հա, հարաբերությունները աշխատանքային, բայց գեղեցիկ ավարտ ուզեցանք ունենալ, ուղղակի մենք հրավիրեցինք բողոքող հաճախորդներին իրենց եւ հյուրասիրություն կազմակերպեցինք, կույր համտես, մենք իրենց հյուրասիրեցինք 4 տեսակի սուրճ, եւ միայն բարիստան գիտեր, հա, այդ պահին որ սուրճ են համտեսում, փորձողները չգիտեին եւ ուզեցանք հասկանանք ուղղակի այդ 4-ից կգտնեն արդյոք այն սուրճը, որը իրենք ենթադրաբար պետք է հավանեին եւ այդ կույր փորձի արդյունքում իրենք հավանեցին այն սուրճը, որը հիմնականում տրվում էր այդ սրճարանում, ու որը ըստեյության բողոքում էին, հա, ու ինչ պատճառով մենք հրաժարվել էինք։ Իրական արդեն ավարտված էր հարաբերությունը, բայց փորձեցինք սենց գեղեցիկ ավարտ ունենալ։ Մի դեպքի մասին էլ հիշեցի, դա էլ կուզեմ պատմել։ Մեր գործընկերներից մեկը, ում մասին չեմ ասի, անունը չեմ տա, եւ
բավականին հայտնի մի կին, ով մեզնից catering էր պատվիրել եւ պետք է փարավոնում անցկացվեր այդ միջոցառումը, որի catering-ը պետք է կազմակերպենք մենք։ Եվ քննարկումների ժամանակ մենք առաջարկեցինք, որ կարող ենք գումարը catering-ի մի մասը բարտեր անել, այսինքն ինքը գովազդի մեզ, որովհետեւ բավականին մեծ լսարան ունի ինքը, ու ինչ որ ձևով բարտերային տարբերակով անել, այսինքն ինչ որ մի հատվածը վճարեր, իսկ մյուս հատվածը գովազդեր ինքը, գումարի մի մասի փոխարեն գովազդեր։ Իրենք գնացին պատասխանի մասին մտածելու եւ վերադարձան հետեւյալ պատասխանով, որ այո, համաձայն ենք, մենք գովազդենք ձեզ, story բաժնում կտեղադրենք ձեր մասին, բայց պետք է ավելացնեք նաև $2000 համարժեք դրամ։ Դա միանգամից միանգամից չէ, ասեցինք կմտածենք եւ հրաժարվեցինք իհարկե այս առաջարկից, բայց միջոցառման վերջում իրենք այնպես էին հավանել միջոցառումը եւ կազմակերպվածությունը եւ ամեն ինչ, որ ինքնաբերաբար եւ գումարը իրենք վճարեցին եւ նշեցին մեր մասին։ Քանի որ գործունեության ոլորտները բավականին այսպես բազմազան էին, բայց իրենք նաեւ միևնույն կերպով առնչվում էին հիմնականում հորեկա ոլորտին, այսինքն սրճարաններ, հանրային սննդի ոլորտ եւ այլն, ո՞նց եք պատկերացնում ձեզ առաջիկա տարիներին, հա, այսինքն կշարունակեք ոլորտում էլի ձեր մասնագիտական գիտելիքները կիրառել, թե կան ավելի հետաքրքիր ոլորտներ, որը եւս դիտարկում եք եւ կուզենայիք այդտեղ փորձարկել, քանի որ նաեւ վաճառքի ոլորտի մասնագետի կարեւոր բաներից մեկը նաեւ որ այն ոլորտում, որտեղ որ ինքը հմտացած է, հիմնականում փորձում է գտնել նմանատիպ ոլորտներ, որտեղ այդտեղ կա արդեն փորձ, գիտելիք, աշխատող գործիքներ, մեթոդներ, ձեր դեպքում ինչպես է։ Հորեկա ոլորտը, հոթել, ռեստորան, կաֆե, որի մեջ նաև catering-ն է մտնում, սննդի մատուցումը, իմ սիրելի ոլորտներից է եւ այս պահին չեմ փորձում հրաժարվել եւ բավականին ներդրում ենք արել այս դրա մեջ եւ վստահություն ենք ձեռք բերել շուկայում, այնպես որ կարծում եմ դեռ կշարունակենք այս աշխատանքը, որովհետև դեռ լսում ենք շնորհակալություններ, դեռ լսում ենք, որ մյուս անգամ էլ ձեզ կդիմենք, դեռ նոր համագործակցություններ ենք տեսնում, այնպես որ սա չեմ կարծում, որ մոտակա տարիներին ավարտենք, բայց նոր ծրագրեր կան, ինչի մասին մյուս հանդիպման ժամանակ ավելի մանրամասն կասեմ, այո, կան այլ ոլորտներ, որտեղ նույնպես ցանկանում եմ կիրառել իմ հմտությունները եւ հուսամ էլի առիթ կլինի հանդիպելու, արդեն կխոսենք այդ նոր ոլորտների մասին։ Շատ լավ, շնորհակալություն շատ, Անուշ, մեր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին ուզում եմ հիշեցնել, որ Գործարար ալիքի եթերում անդրադարձ էին կատարում հայոց աշխարհի գործարարներին, փորձագետներին, այսօրվա իմ հյուրն էր Անուշը Մարտիրոսյան եւ խոսում էինք վաճառքների, մարքեթինգի մասին, նաեւ վերջիներիս կիրառումը տարբեր ոլորտներում, նաեւ հիմք ընդունելով Անուշի անցած ճանապարհը եւ փորձառությունը։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։